Այս ջողը հիմնադրել են իմ պապերը։ Տարիների ընթացքում մեր ջողը անվանել են աղատուն, որ ջաղած կա, որ աղում էր։ Հետո այս ճանապարհ ջողը փոխվեց դարձավ աղավնատուն։ Շիրազը իր բանը ոտանավորին մեջ գրել է մեր ջողերի անունները, աղավնատուն անունն անգամ խաղաղություն։ Այս գյուղը ժողովուրդը հյուրասեր, մարդասեր, դրսից գալացող միջև եք դուր աշխատանք, մենք չենք սիրում։ Որ գալիս եք հավաքվում եք, ինչ թեմաներ եք քննարկում։ Ասենք մեկին թարխուն ունի գներն աջոգում, մեկին խաղող ունի կլանչ ունի, մյուսներ կնջրի բոշկա չունի, որ գինի գցի։ Եվ այչ կրիվ դավի չկա, կվուր կավար չկա, բայց որ կան էնա, յուղի ամենա չար ջայելնա, լայ նայվասկիս էլ երում, որիկը չարա։ Լայ Մի բան ասել, մեր ժողովուրդը դժգոհին ինչից, խաղի գինը շատ էժան է, միշտ գինին 1700 ռուբլի աջի, իսից այս տարին 150 դրամով եկարում, անցած տարի 130 դրամ, այդ ջողացին աշխատում, արդյունքի չի հասնում, ուզում է ինչ-որ մի բան, չի կայում, ճարատված բանկերից վար կա վեկալում, այն կոպեկը, որ պետք է մներին օգուտ, այն տարիս է բանկին տոկուս։ Դուք շատ եք բարգեր վերցնել։ Ես երբեք չեմ վեկալել, երբեք իսպար չեմ վեկալել։ Մի անգամ վեկալել եմ, մինչև երկիրը քանդվել է։ Մի հատ տնամեր ցողամասնից ծախեցի եւ աս թքեցի ասի։ Մյուս անգամ։ Ավելի լավ նստել հաց հավաքել, քաստե գնալ վարկ վերցնել։ Բաղերը բոլորը քանդեցին։ Ինչ համար, որտեղ չարչարվում են, արդյունքի չեն հասնում։ Արդյունք չկամ, հասնում են արդյունքի, ասենք 1000 դրամ դրել է, 1000 էլ ստանում է, նրա օգուտը որն է։ Իրա չարչարանքը մնում է միայն իրեն։ Բայց որ մթերում են ժամանակին գումարը վճարում են։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ես չունեմ։ Չէ, անցած տարի չեն տվել, նախանցած տարի չեն տվել։ Երևի այս տարի տալիս եմ, բայց չգիտեմ։ Բայց չգիտեմ։ Ես իմ թոշակը, իմ հայաթի իմ թոշակը։ Մարդուկ են թոշակ են կստանում, մեր թոշակով ապրում։ Թոշակը հերիքում է ապրել։ Ռուսական թոշակը հերիքում է, հայկականը ոչ։ Ես Մոսկվայից եմ եկել տարիներ առաջ շատ եմ եկել եք։ Մոսկվայի պատվավոր քաղաքացի եմ, իմ թոշակը բարձր է, ես ծերին միջասերպես հասցնում, բայց նա չի հասցնի, և մյուսն է չի հասցնի, թոշակը չերիքում աղջիկ ջան, ըստեք գազա, լույսնա, ջուրնա, թոշակը պրծա, մեկ էլ գալում ասպան, ես ինչ հայտը ջերես փողը տուր, դաշտը ջերես փողը տուր, չուն էդ մարդուն, ինչ անում, ասեք մերկու տոննա խաղը հանցնել, սպասում է խաղողին, որ այդ փողն ստանի բերի ջրի վարձ տա, ասում են ջրի վարձ տուք, այդ մարդ չունի, որտեղ ճա ջրի վարձ, բորոկման ջրի հարցն է, էլի հարցը, չունի ես մարդուն, սպասում մինչև խաղի գումարն ստանա, նոր բերի մոծի, նրանք էլ ամառան կեսին, մի շաբաթով ջուրը կդրում են, հայատ նիշկա չկա բոլորի հայատն, մենակ իմ չէ, բոլորի հայատները չորանում է, կամ դաշտերը չորանում է, նորը թե ջուրը տալիս էլ ելումն է պետ, պամիդորը ծաղկել է, այդ պահին ջուր է պետ նրան, ջուր չեն տալիս ծաղկավիժում անում, ծաղկավիժումանը բեր չկա, քոլետես մեծ կանաչ, որտեղ բեր չկա։ Իմ բաղերը քանդելու, որ բռնի եկա բաղերը քանդին ու փողի կեսը տվին։ Ես պետությունը ով հիվանդություն ենք թե։ Գնացի ստուդիա ասի փողը քիչ եք տվե։ Փող նախարարը ինչ էր ընդ։ Սենց արեց։ Հուստ։ Բա արասի որ հուստ ինձի խես կանչե պերեստե։ Բա եղբայր արեք ձեր ճանապարհացախսակ ասենը ձեզի մնա։ Գոհ շնորհակալ եմ։ Էդի ես չեմ հիշում արդեն երևի մի 10 տարի առաջ երևի։ Ես համ Մասիս էի տանում ծախում մասնավորներին, համ էլ ոսկեված գյուղ է, ես աշտարակի գյուղերից է։ Այն ժամանակ իմ խաղողը շատ լավ էր։ Գինել ուներ։ Իսկ հիմա էլ ոչ մի բան չունեմ, էլ որտուց ունենամ որ քանդել են։ Այսինքն հելնում եմ գյուղի մեջ, տեղը պատի մատիվ են տալի, թողում եմ։ Ջայլությունը մեղ կա։ Ձեռները ճարելի
Սաղել կթողենք այդան։ Եղավ թե չէ։ Որ պրյամո ես ուզում իմանաս։ Ճար չկա ձեռները։ Ով էլ այսքան մի հատ տեղ ունենա, կթողիկ այդա։ Ինչ անեն, խես ջայելները, ջայ այսպես երեխուն տենում ես, գնացեք հողերի մեջ կոտորում է։ Տանում 50 դրամով, 60 դրամով նանայա ծախում։ Խի թողնի 100 դրամ։ Խաղը թողնի 300 դրամ։ Խիլի 150 դրամ, 120 դրամով խաղ ենք աղում։ Հեն առել եմ, գցել եմ կնջր։ Իմ երկու տեղերքն էլ արտագնա աշխատող են։ Ես էլ եմ նորեկի։ Մնամ ինչ անեմ։ Այդ համ հող մշակեմ էլի, սաղին եմ անել, սաղ պարկի ու վարկի տակ են, հենա այդ մարդն ասեց։ Շիրակ նոր դու չասείς։ Բա, էզևի տուն կա, որ վարկի տակ չլինի։ Մենք աշխատող, ստեղծող, քարը քարի վրա դրող ժողովուրդ ենք, ոչ թե գողություն արող ենք։ Գոհեք կառավարության աշխատանքին։ Ինչ, աղբոր պես թարգտուր էլի։ Մեղայ աստու հմի ասել էի, պետություն չունեք, հե, բա ուրա, Բոլորը ներքին կարգոտվեցին թուրքերին, դակումենտն ստորագրած է, այսօր կտան մի տարի հետո կտան, 2 տարի, 5 տարի հետո բոլորը կտան։ Եվ Հայաստան գոյություն չի ունեն, աղջիկ ջան։ Որտեղ ասում է կոնստիտուցիա փոխի։ Ինչի համար, որ Հայաստանը դառնա մի հատ գուբերնի, մի հատ օբլաստ, վերջում է ջնջեն գցեն ու։ Մեր տները ում ենք տալու։ Թուրքերին ում է։ Դե հիմա այն գլխից էլ ծեսկված եկել ես, այսօր բացատրում ես, որ ստորագրած է, ստորագրվողն էլ, տվողն էլ, վեկալողն էլ։ Այս կյանքում, որ ես ես մտածեմ, դու ես մտածես, դե քելեք մեր կնանոց ուղարկենք Բաքու, թողել ենք ստե ինչ անենք։ Կարելի է քետները կդրել այդ անասուններին։ Հիմա Սերժ, ես իմ չգիտեմ ով, ինձ ոչ մեկն էլ հետաքրքիր չեն։ Ինչ հետաքրքիր է իմ ապրած ձևը, իմ հարազատին հարգեմ, դա նշանակում է, որ մեր ազգը կարող ենք պայենք, ոչ թե каждый հայտնի փախավենի փախավ, բա ով պետք է կային այդ տերը։ Դուրդ փակվայի հարևանտեր գողմի համարի։ Հետի իմ տեղեն ուր է հալի ես։ Դեր չունենք փախնել։ Ինչի հետ եմ։ Դեր չունենք փախնել։ ասեն ես ունեմ։ Ոչ մեկ էլ չունի։ Ուզես Լոնդոնը եր, լուբոյ տեղել, 15-րդ սորտի մարդ ես։ Շան տեղ տերող չկա։ 15-րդ սորտի մարդ։ Ինքն էլ ռուսացի։ Լավ բանի համար չեմ գնացել։ Ես էլ իմ երկրի որ թողե գնացել եմ, լավ բանի համար չեմ գնացել, որ լավ էր ես իմ երկրում կապրեի։ Ուշ եմ գալի, շատ ուշ եմ գալի։ Ինչքան ժամանակ։ Աղուբներին, ծնունդներին։ Ես 2 տարի չեմ եկել։ Տենում ենք լավա շարժ կա, բայց թե ես մեր երկիրը ումը կմնա, էսի ահա։ Միսոց խոսա, ոչ մի շարժը չկա։ Արա ճիշտ է խոսած եկել աղբոր պես արագ։ Լսի, հիմա ես մի քանի տարի առաջ ու հիմա տարբերություն կա թե չկա։ Ես ղեկավարների մոմենտը չեմ ասում։ Մի քիչ տարբերություն է Հայաստանում։ Հա։ Բայց էսի, բա, սա ժողովրդին խափում են էսի։ Ժողովրդին գցել են տուպիկի մեջ, մեշոկի մեջ։ Չէ, շուշ չեն տալի, որ նորմալ ժողովրդը շուշ չեն։ Բանը տենում են, քամբախ բանը տենում են, սկսում են արդեն ուրիշ ձևի խոսալ, արա ճիշտ խոսացեք։ Ճշտից հավետ անեմ, ճշտից լավ բան չկա։ Այն չէ, էй, լիլի, լոլո, մոլո, չէ, չկա այդ ձևի բան։ Ինչ որ կա, էդ էլ թող ամբողջ ժողովուրդը հելնեն կայնեն ասեն, բայց չեն ասի։ Չեն ասի։ Ախր էլ ճիշտ է մնաց, ճիշտ գոյություն ունի։ Լավ էլի աղբոր պես էլի Ազերջան չի կարելի։ Ոչ մի խնդիր չկա, Պաժալուստը։ Մի հոգի կենթանի վկա քեզ։ Վախենում են չեն խոսում, որ մտուկություն են անում։ Այ մինձի խոսալ դու աղբոր պես։ Ապրի շանտաղալի խապողը ճիշտ խոսալը լրփի լագոտություն չի։ Այ քեզի բան։ Չասես արա։ Դրամայի լեսօրին ենք ասել։ Հայ ազգը դրամայի լեսօրին է ասել։ Այս օրինը ասել։ Չեն է եկեղեցի ունենք, կակային ես մեր եկեղեցին փագի, կպրնեմ կտապորեմ, չաբաժաղ ունեմ, կբերեմ կտապորեմ, ուզմա են կարմիր բերետավոր կա, ով ուզումա գա, գան ես եկեղեցի փագի, քանդ է, չթողեն ես մտնեմ եկեղեցի, հա, մի խոսալ դուր էլի աղբոր պես, դու կնքվաշես, նույն այդ միլիսեն կնքվաշի, իրա երեխեն կնքվաշի, հա, մենակ փող առնելով, հա,
ռոժիկ է ստանում, ոչխար գնա սարերում անասուն պահի։ Գնա հող մշակի, մեր գյուղացիների նման գնա հող մշակի։ Էշի եզան գեղից խես էլ է գնաց է հասե միլիսա։ Դու ով ես, նայում ես կի քայլված կել չունի դիշովկեն։ Ասեմ թե չասեմ, չկա սահման բացել, չկա ի սահման։ Ում հետ էտան բարեկամություն անեմ։ Ու դու աղջի ջան լավ էլի։ Դու ասողը գլուխը պատին ա տալի, ի սահման բացեմ։ Մենք պետք է ռուսի հետ լինենք։ Դու էտան ղուրբանը լինեն ռուսին։ Եղավ թե չէ։ Որ միջև հիմա այդ մարդը այնքան ուղեղով մարդ է։ Այն ռուսի թակավորը այնքան ուղեղով մարդ է, հələ մեր նման մարդկան զեր չի տալի։ Ինքը խելքով մարդ է։ Հիմա 90 օր ժամկետ են տվել, որ Ռուսաստանում ավել չլինի, բայց դա օրենքի ձև չի։ Մարդիկ վարորդ են, են մեկը մի ուրիշ գործով առևտուր այդում գալիս են, ոնց տեղավորվեն 90 օրվա մեջ։ Չեն կարա տեղավորվել։ Ուրիշ բան, եթե դե մնում ես, եթե ես աշխատելու, պաժարստը։ Գրանցում ես ունենում, աշխատում ես, բայց սենց այդ հալ գալացողներին ձեռ չի տալիս։ Այն դե քաղաքացի։ Բայց ունեք ընկերներ, որ այդ խնդրին բախվել են, բարեկամներ, ծանոթներ։ Դա ոչ չունենք, մարդիկ առևտուրա մարդիկ մեծ ավտոներ են քշում, փոքր ավտո են քշում։ Առևտուրի մեջ են, ոնց կարա խնդիր չունենան։ Մենք ուզում ենք, որ մեր հայրենիքը լավ լինի, մեր ժողովուրդը լավ ապրի։ Կապ չունի, որ մենք Ռուսաստանում ենք։ Մեր հայրենիքից լավ տեղ չկա, բայց որ օրենքներն է, խստություններն է, այդ ամեն ինչը որ տնում ենք արդեն շատ բաներից հիասթափվում ենք։ Որ ստե չես կարում ազատ ասում են ազատ է, բայց ի՞նչն է ազատ։ Ազատ ալելու բան չեմ ես տենում։ Նալոգները թանկ են, վարձերը թանկ են, ամեն ինչը թանկ է, ի՞նչ է։ Պետք է աշխատես մենակ հասցնես այդ ամեն ինչը, որ կարենաս այդ հարցերը լուծես։ Ժողովուրդը հանգիստ չունի, առավոտը լույսը բացում, աշխատում են, մինչև իրիկում գալիս են օգնա ժարտված, ոչ հարազատ, ոչ ես, ոչ են։ Այն ես ի կյանք չի։ Ստե ես գալիս եմ մի քանորով գալի եմ։ Ես Ռուսաստանից ինչքան փող բերեմ ստե, որ կարողանամ մի քիչ գոնե մանգամ, ինչ ուզենամ անում։ Ռուսաստանի փողը բերեմ ստե, լցեմ եմ ջուրը, թողում եմ։ Ես ինչքան կամազով փող բերեմ, որ ստե կարողանամ մանգամ իմ հայրենիքում, իմ ուզած անեմ, թողում եմ։ Կես էլ չի սկի, կեսից էլ ացածր։ Էսի որտեղ է գրված, էս որ օրենքով, որ ինչով, որ դու չկարենաս գաս քո երկիրը քո ուզածի ձևով, էթաս, քո ընտանիքի, քո արածատի, քո ընկերներիդ ֆրաս, հանգիստ նորից թողես էտաս էլ աշխատելու։ Այնտեղ մենես չի, որ մենք այնտեղ պարկած, վերևից դոլարը թափումա չէ, այնտեղ էլ ենք աշխատում, չաճրվում, բայց այնտեղ հանգիստ կա, վիխատնոյ ունես, հանգիստ կա, վայելում ես այդ կյանքը, ստեղ ինչ։ Քաղաքի ժողովուրդը առած ոնց էր ապրում։ Երևանի ժողովուրդը ընտիր ապրում էր։ Մարդիկ զավոդն աշխատում էր, իր գործի տեղը կար, բանակար աշխատում էր։ Հիմա ինչ առևտրով։ Մարդիկ դարձել են բոշա, կարելի ասել։ Եթե դա կոպիտ է էլի հնչում, այդան քշերը առևտուր անեն, վերեն մի բան ծախեն, որ կարողանան իրանց ընտանիքը պահեն, իրանց գոյությունը պահպանեն։ Հələ մի օր մի աշխատել, այդտեղ կարաս ապրես։ Սա վարգերի տակ են, սա տոկոսների տակ են, էսի Ռուսաստանն էլ է այդ նույն պատմությունը կատարվում, այնտեղ էլ ժողովուրդ սա տոկոսի տակ է, չես կարում, այն առաջվա կյանքը չկա, որ հանգիստ գամար գաս, կարենաս մի քան օր վայելես, մի օր չաշխատիր, всё, մինուս ես հետ։ Խերը մերրի եկին խորտ արվանը։ Չի լում այդ ամեն ինչը։ Ռուս-ուկրաինական պատերազմը ոնց անդրադարձել նաև ձեր աշխատանքի վրա։ Արդեն Ռուսաստանը համարել շատ դժվար է։ Թանկություններ, ամեն ինչը արդեն փոխվել է, բա ոնց վերա դժվար է արդեն, այն վաղվա համեմատ կռիվ է այդում, բա ինչ է։ Երկիրը կռվի մեջ է։ Դժվար է։ Թանկություններ, գործերի մոմենտով էլ պակասություն, կրճատումներ, ամեն ինչ կա։ Բայց ապրում ես, ընդ եթե քաղաքացի ես, էլ ձեռատալ ընդ ապրելու։ Շատ տարբերություն կա Ռուսաստանի նման երկիրը կարաս համեմատես Հայաստանի հետ կամ մի ուրիշ երկրի։ Մեծ երկիր է, ընդ ամեն հնարավորություններ կա։ Էլ ինչքան էլ վատել ինչքան է բանելի, էլ նա իր երկիրը կպահի։